Ողջույն ընկերներ, պատրաստում ենք տնական սամսա, հավի կրծքամսով և այսպես ջրին ավելացնում ենք աղ, քացախ, ձու և այս ամենը լավ խառնում մինչև ստանանք համասեր զանգված։ Այնուհետև վերցնում ենք մաղած ալյուր և ստացված զանգվածը լցնում ալյուրի վրա, հունցում ենք ձեռքերին չկպչող փափուկ խմոր, ինչպես միշտ բոլոր բաղադրիչների քանակները կգտնեք նկարագրության մեջ։ Խմորը ծածկում ենք, դնում մի կողմ հանգստանա և պատրաստում միջուկը։ Միջուկի համար աղում ենք հավի կրծքամիսը, իհարկե շատ ավելի համեղ է լինում հորթի մսով։ Կտրատում ենք գլուխ սոխը և ավելացնում մսին, սամսայի մեջ օգտագործվում է շատ սոխ, բայց դուք վերցրեք ըստ ձեր նախասիրության։ Ավելացնում ենք աղ, սև և կարմիր պղպեղներ, այս ամենը լավ խառնում ենք և խճողակը պատրաստ է։ Այս ընթացքում խմորն արդեն հանգստացած է լինում։ Տեղափոխում ենք աշխատանքային մակերեսին և բաժանում մասերի։ Ես բաժանում եմ 6 մասի, դուք կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ մասերի բաժանել, ելնելով ձեր աշխատանքային մակերեսի մեծությունից։ Յուրաքանչյուր մաս գնդում ենք, որից հետո սկսում ենք գրտնակել։ Գրտնակում ենք բարակ, շերտի տեսքով։ Շերտի վրա քսում ենք հալեցրած կարագ, այնուհետև փռում ենք հաջորդ գրտնակված շերտը։ Նորից քսում ենք հալեցրած կարագը և նորից շերտը, այդպես մինչև շերտերն ու կարագը վերջանան։ Որից հետո փաթաթում ենք ռուլետի նման և այս этаպում արդեն ցանկալի է խմորը տեղափոխել սառնարան 30-ից 60 րոպե, այդպես կստանանք ավելի խրթխրթան կեղև, բայց քանի որ ես միշտ շտապում եմ, իհարկե բաց եմ թողնում այդ этаպը։ Շերտը ռուլետաձև փաթաթելուց հետո սկսում եմ կտրատել, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Կտորների քանակը կախված է նրանից, թե ինչ մեծությամբ սամսաներ եք ուզում ստանալ։ Յուրաքանչյուր մաս կտրած մասով դեպի վերև ենք դնում և գրտնակում ենք։ Եզրերն ավելի բարակ, քան կենտրոնը։ Դնում ենք մեջտեղում միջուկը և տալիս եռանկյան տեսք, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Եզրերը լավ ամրացնում ենք, շրջում ենք կարով դեպի ներքև և ստանում ենք սամսային բնորոշ տեսքը։ Եվ այդպես շարունակում ենք ձևավորել մյուս սամսաները։ Այսպես հեշտ և արագ ստանում ենք բավականին շատ քանակությամբ սամսա։ Այնուհետև այս ամենը դասավորում ենք ջեռոցի տապակի վրա, յուրաքանչյուրի վրա քսում ենք հարած ձվի դեղնուց, ըստ ցանկության վրան լցնում ենք քունջուտ և տեղափոխում 200 աստիճան տաքացված ջեռոց մինչև ոսկեգույն երանգ ստանալը։ Արդյունքում ստանում ենք խրթխրթան կեղևով շատ համեղ սամսաներ։ Բարի ախորժակ։